Fly Dubai ավիաընկերություն կանոնավոր չվերթեր օրը 2 անգամ ավելի քան 100 ուղղություններով հարմարավետ եւ բացարձակ նոր ինքնաթիռներով Fly Dubai-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Fly Express տուրիստական գործակալություն Մենք առաջարկում ենք տուրիստական ծառայությունների ամբողջական փաթեթ դեպի աշխարհի յուրաքանչյուր երկիր Կազմակերպեք ձեր ճանապարհորդությունը մեզ հետ միասին Fly Express բարև ձեզ Հասցե Զաքյան 8 հեռախոս 011 33 11 11 Մամարուկ ասես ինձ, այ լավ, այսօր զբաղվում ենք, ինչ-որ միս ենք խորովում եւ այլն, ոչ լույս կա, ոչինչ չկա, մարդիկ ինչով են զբաղվում յուրաքանչյուր երեկո այստեղ։ Այն ամենն ինչ հենց հիմա քեզ հետ անում ենք, դա իրենց զբաղմունքն է, յուրաքանչյուր երեկո, հավաքվում են խարույկի մոտ, որպեսզի լուսավոր լինի, շփվում միմյանց հետ, երգում, սուրճ պատրաստում եւ այսպես յուրաքանչյուր երեկո։ Եվ հետո սա իրենց հանգստանալու ժամն է, չէ՞ որ նրանք օրվա ընթացքում շատ են հոգնում, իսկ այս ժամերին կարելի է հանգստանալ եւ քնել։ Այդ կերպ ուժ հավաքելով հաջորդ օրվա համար։ Գիտեմ, տարօրինակ է այս ամենը քեզ համար, բայց այս մարդիկ ունեն իրենց կյանքը եւ քեզ հավաստիացնում եմ, այս ամենից նրանք դժգոհ չեն, քանի որ նույնիսկ տեղյակ չեն, ինչ այլ բաներ կան այս աշխարհում։ Նրանք ծնված օրվանից տեսել են միմիայն այս ամենը, այդպես էլ շարունակում են ապրել։ Տես երեխաներին, նրանք եւս ավելին չեն տեսել։ Սա է կյանքը իրենց համար։ Ավելին ուղակի աշխարհում գոյություն չունի նրանց համար։ Իսկ օրինակ ինձ հետաքրքիր է այս ընտանիքում երբևիցե ինչ որ ժամանակակից ինչ որ մի բան տեսել են, օրինակ հեռուստացույց, երբևիցե տեսել են իրենց կյանքում, թե ոչ։ Ոչ, երբեք։ Այդ ամենի մասին տեղյակ են միայն մարդիկ, ովքեր ապրում են քաղաքում, կամ քաղաքին ավելի մոտ։ Այս մարդիկ երբեք նման բան չեն տեսել։ Նրանք նույնիսկ տեղյակ չեն, նման բան գոյություն ունի, ինչքան էլ զարմանալի լինի այն ամենը, ինչ հիմա ես քեզ ասում եմ։ Այս մորթած կենթանու գլուխն ու աղիքները գյուղի կանայք եւս առանձնացրած տեղափոխում են այս թավաների մեջ։ Ինչու, չգիտեմ։ Իսկ ասես այս գյուղի բնակիչների համար, առհասարակ այս տարածաշրջանի բնակիչների համար երբ է սկսվում ժամը քանիսին առավոտյան օրը եւ երբ է այն ավարտվում, այսինքն երբ են պարկում քնելու։ Նրանք արթնանում են բավականին շուտ, լույսը բացվելուն պես, 5-ին կամ 6-ին, իսկ քնում են 9-ին կամ 10-ին, իսկ երեկոյան ավելի շուտ, մութն ընկնելուց հետո, քանի որ պետք է շատ շուտ արթնանալ, իսկ աչքերը բացելուն պես նրանք շտապում են սուրճ խմել եւ շտապել գետ ջրի ետևից։ Դե դա մենք էլ օրինակ ես էլ արթնանալուն պես սուրճ եմ սիրում խմել, բայց գիտեք այս պահին ինչ եմ մտածում, մենք ձեզ հետ միասին արթնանում ենք ինչքան գործեր, ինչքան աշխատանքներ ենք պլանավորում, ինչքան բան է պետք հասցնել օրվա ընթացքում անել, մտածել, հասցնել աշխատանքի, տեսնել ընկերներին, շփվել, վճարումներ անել, վարկեր մարել, չգիտեմ, մի խոսքով անվերջ ծանրաբեռնված ենք։ Այս մարդիկ չունեն այդ ամենը, չունեն այն ամենահասարակ այն ամենը, ինչ հարկավոր է մեզ այսօր յուրաքանչյուրի օրվա ընթացքում, բայց ինձ մոտ տպավորություն է, որ նրանք ապրում են ավելի անհոգ, ավելի միգուցե երջանիկ, իհարկե երջանիկ իրենց պատկերացման, բայց որևէ հոգս չունեն, չեն մտածում ինչ անել, ինչով զբաղվել, կյանքը այդպես շարունակվում է արթնանալ, խմել մեկ բաժակ սուրճ, գնալ այգի մշակել, վաճառել, շաբաթը մեկ անգամ շուկաներում եւ գալ այսպես տոնական օրերին, երբ հանկարծակի ինչ որ մի անգամ մի որևէ զբոսաշրջիկ է հայտնվում այս գյուղում, իդեպ ուզում եմ նշել, մենք առաջինն ենք, պատրաստ են այսպիսի ընթրիք մեզ համար եւ սա իրենց համար մեծ կարծես իրադարձություն է։ Չեմ կարող դատել, չեմ կարող ասել սա ճիշտ է, թե սխալ, դատեք ինքներդ, ամեն դեպքում ես չէի ցանկանա ապրել նման կյանքում, ինձ ավելի լավ է արթնանալ եւ անverջ մտածել տարբեր հոգսերի եւ արագ process-ների մասին, որոնք պետք է կազմակերպել օրվա ընթացքում։ Ինձ ամեն դեպքում այդպես ավելի հետաքրքիր է։
Աշխարհի յուրաքանչյուր երկրում, յուրաքանչյուր քաղաքում ես վայելում եմ միմիայն իմ ամենասիրելի սուրճը, սուրճ, որն անվանվում է Rio Grande։ Քանի որ այս պահին գտնվում եմ Աֆրիկայում, իսկ այստեղ գիտեք բավականին շոկ է, իմ ձեռքերում է Rio Grande-ի սառը սուրճը, այն պատրաստված է սև հատիկավոր ընտրյալ արաբիկայից եւ վստահեցնում եմ չունի իր նմանը։ Երջանիկ եմ, որ այս սուրճերը յուրաքանչյուր երկրում ինձ հետ են, այնպես որ հենց հիմա էլ հովանում եւ զովանում եմ ի շնորհիվ Rio Grande սուրճերի։ Գիշերվա այս ժամին ուշադիր հետևում եմ այս տան բնակիչներին։ Երեխաները քնելուց առաջ խաղում են, իսկ նրանց միացա նաև ես։ Խաղի իմաստը հետևյալն է. հաղթում է նա, ով ավելի բարձր է թռչկոտում, իսկ մնացածը այդ ընթացքում ծափահարում է։ Եվ ահա որոշեցի այս մարդկանց զարմացնել եւ երեկոն ավելի հետաքրքիր դարձնելու համար նրանց առաջարկեցի դիտել իմ նոր տեսահոլովակը, դիտել համակարգչով, որը նրանք երբեք ուղղակիորեն չեն տեսել։ Ամբողջ ընտանիքը շատ արագ հավաքվեց շուրջ բոլորս։ Նրանք զարմացած դիտում են։ Հետևել նրանց իհարկե ինձ շատ հետաքրքիր է, կարծում եմ ձեզ եւս։ Սա նույնն է, երբ հանկարծ մեզ մոտ օրինակ երկնքում հայտնվեն թռչող ափսեներ, կամ ավելին, ինչ որ մի բան, որ երբևիցե որևէ մեկը չի տեսել եւ չի էլ լսել դրա մասին։ Կարծում եմ իմ այցելությունը այս գյուղ այս մարդիկ դեռ երկար կհիշեն։ Նույնիսկ չեք հավատա, բայց այնքան սկսեցի սիրել այս մարդկանց, որ ինձ թվում է նույնիսկ նրան հեռանալուց հետո կկարոտեմ։ Մեկ օրում նրանք բոլորը դարձան ինձ շատ հարազատ մարդիկ։ Միսն արդեն պատրաստ է։ Պատրաստման process-ը տևեց մոտ 3 ժամ։ Դե ինչ արդեն կարծես ամեն բան պատրաստ է։ Օ, ես կարամ տեղավորվեմ այստեղ։ Մամարու։ Կամ, արի։ Ահա։ Կարծես թե ամեն բան պատրաստ է եւ մենք կարող ենք արդեն վերջապես ընթրիք կազմակերպել։ Այո, ամեն բան պատրաստ է։ Միսը եփվել է։ Ինձ թվում է դու նույնպես քաղցած ես եւ հիմա եկավ ժամանակը այն ուտելու։ Վայելի երեկոն։ Այս ամենը կազմակերպվել է քեզ համար։ Փորձիր այս րոպեները վայելել։ Նման պահեր դժվար թե որևէ այլ երկրում ապրես։ Սա Եթովպիան է։ Բարի ախորժակ։ Մեզ բարի ախորժակ։ Իհարկե շնորհակալ եմ բանա ժողովրդին այս ամենը կազմակերպելու համար։ We can eat, we can try. Okay. Հիմա մենք այս ամենը կհամտեսենք եւ կտեսնեմ ի վերջո ինչ համ ունի այստեղ այս 3 ժամ եփած միսը այստեղ բանա գյուղում։ Շատ տաք է։ Տաք է շատ։ Այո։ Կասես Մամարո, միսը այստեղ ուտում են հենց այսպես առանց աղ, առանց ոչ մի բան, ուղղակի հենց այսպես խորովում եւ ուտում են։ Այո, առանց աղ, առանց որևէ համեմում, քանի որ իրականում միսն ավելի համեղ է առանց այդ ամենի։ Այսպես համը ավելի լավ կարող ես զգալ։ Համեղ է։ Իսկապես համեղ է շատ եւ նույնիսկ որևէ համեմունք ոչինչ հարկավոր չէ։ Միսը իսկապես շատ լավ եփել է եւ շատ համեղ է։ Ես կարծում եմ հիմա գյուղի ժողովուրդը եւս այսպես դիտում են ինձ, ես չեմ կարողանում
կուլ տալ այն ամեն ինչ ուտում եմ, այնպես որ արի հյուրասիրենք բոլորին եւ միասին ուտենք այն միսը, որը ինձ համար է հատուկ, այնպես որ եւս մեկ անգամ շնորհակալ եմ այս հրաշալի ընդունելության համար։ Մենք պատրաստ ենք այստեղ ընթրիք անելու։ Ընթրիքը պատրաստ է, իսկ ընթրիք ասվածը հետևյալն է։ Ուղղակի յուրաքանչյուր ներկա գտնվողին հասնում է մեկ փոքրիկ կտոր միս եւ վերջ։ Սա էլ ընթրիքը։ Գիտեք, դուք նույնիսկ չեք պատկերացնի, բայց ես այս ժամերի ընթացքում հասկացա, ինչպես կարելի է ապրել առանց համացանց, ինչպես կարելի է ապրել առանց հեռուստատեսություն, առհասարակ կտրված ամբողջ աշխարհից եւ ուզում եմ ասել, որ եթե շատ անկեղծ լինեմ, այսպես շատ հետաքրքիր է։ Եվ հարկավոր չեն այն Facebook-ները, Instagram-ները, Atlassian-ները եւ այլն Twitter-ները, մի խոսքով այդ ամենը ընդհանրապես մեզ պետք չէ։ Այստեղ իսկապես կյանքը բավականին հետաքրքիր է եւ մարդիկ ապրում են առանց այդ ամենի եւ ապրում են ավելի երջանիկ։ Ես հիմա ապրում եմ այդ րոպեները եւ երջանիկ եմ, որ ունեմ նման հնարավորություն եւ ինձ համացանցը եւ ոչ մի ժամանակակից որևէ բան հարկավոր չէ։ Ես վայելում եմ րոպեները եւ ապրում եմ այս բարի եւ դրական մարդկանց հետ միասին։ Very good. Նորից կկրկնեմ, շատ սիրեցի այս մարդկանց։ Մինչ այստեղ գալը տպավորությունս համերների մասին այլ էր։ Ինչ շատերը զգուշացնում էին, որ նրանք բավականին ագրեսիվ են, բայց ես նման բան չտեսա։ Չգիտեմ, կամ ինձ շատ սիրեցին այս մարդիկ, կամ էլ մամառուն ուղղակի մեծ ազդեցություն ուներ նրանց վրա։ Բայց մի բան հաստատ է, վերաբերմունքը իմ հանդեպ շատ լավն է։ Դե կերանք եկավ ժամանակը երգելու։ Պահերը ինձ համար շատ հուզիչ էին։ Այս րոպեներին չարտասվել ուղղակի չկարողացա։ Եվ այդպես էլ չհասկացա, թե ինչու։ Ցավ սկսեցի ապրել նրանց համար, թե իմ։ Նույնիսկ չգիտեմ, բայց օրս հենց այսպես էլ ավարտվեց։ Նույնիսկ Հայաստանից հազարավոր կիլոմետր հեռավորության վրա ինձ զգում եմ կարծես թե Հայաստանում, քանի որ ինձ հետ է ջերմուկ բնական բուժիչ գազավորված խմելու ջուրը։ Իսկապես, ջերմուկը ազգային արժեք է։ Առավոտյան ժամը 5-ն է։ Այստեղ բոլորը արթնանում են հենց այս ժամին։ Ինչու են արթնանում, կհարցնեք դուք, քանի որ հարկավոր է ջուր բերել տուն։ Իսկ մոտակա գետը գտնվում է մոտ 6 կիլոմետր հեռավորության վրա։ Եվ այս խեղճ կանայք հենց այսպես էլ սկսում են յուրաքանչյուր առավոտը։ Իսկ տղամարդիկ արթնանալուն պես վառում են խարույկը, չէ՞ որ նրանց մոտ օրը սկսվում է միմիայն սուրճով, ինչպես նաև մեզ մոտ։ Դեռևս առավոտյան 5:30 է, իսկ ողջ ընտանիքը արդեն արթուն է եւ պատրաստ է հերթական օրվան։ Դե ինչ, բարի լույս։ Առավոտը այստեղ բանն է ժողովրդի մոտ եւ եթե չեմ սխալվում, այստեղ առավոտյան ժամը 6-ն է, բայց արդեն ընտանիքը արթնացել է, արդեն սկսում են զբաղվել իրենց աշխատանքով, ձայներն էի բոլորին նոր լսում։ Պետք է նշեմ, քնել եմ շատ հանգիստ։ Միակ խնդիրը այն է, որ այստեղ շատ փոշոտ է եւ ողջ գիշեր կոկորդս իսկապես չորանում էր։
Եվ հենց այդ պահին ինձ օգնության էր հասնում արդեն բյուրեղ աղբյուրի բնական ջուրը։ Ընդհանրապես այս մարդկանց մոտ տարվա 13 ամիսներին, այո, 13, չէ որ Եթովպիան տարին ունի 13 ամիս, սկսվում է նույն կերպ։ Բայց այս գյուղի բնակիչների մոտ ամեն բան այս առավոտ այլ կերպ է։ Չէ որ գյուղում հյուր կա, այն էլ երբևէ առաջին անգամ։ Բարև։ Բարի լույս։ Սեպն կոշիկել հարկավոր չի։ Good morning։ Բարի լույս, մամարու։ Good morning։ Բարի լույս։ Բարև։ Բարև։ Բարև բոլորին։ Ինչպես քնեցիր։ Այ, շատ լավ, այո, իսկապես հանգիստ քնել եմ եւ արթնացավ առավոտից առանց որևէ դժվարության։ Տեսնում եմ արդեն կարծես թե մեծերը տանը չեն, թե քնած են, թե արդեն անցել են աշխատանքի։ Ոչ, քնած չեն։ Կանայք բոլորը գնացել են ջրի ետևից, իսկ տան մյուս տղամարդիկ արդեն անցել են տան աշխատանքներին։ Այսինքն օրը այդպես է սկսվում, առավոտյան գնում են եւ ջուրը բերում են այստեղ տուն։ Միայն պատկերացեք, յուրաքանչյուր առավոտ հարկավոր է գնալ, գետը վերցնել ջուրը, բերել տուն, եռացնել, նոր դրանից հետո օրը սկսվում այդպիսի process-ից հետո։ Դու ինչպես քնեցիր? How you sleep? Yeah, I sleep very well. Ես նույնպես հրաշալի եմ քնել։ Երեք շատ լավ երեկո էր մեզ համար։ Ուզում եմ բոլորի անունից շնորհակալություն հայտնել քեզ, անմոռաց երեկոյի համար։ Իսկ այսօր բավականին վաղ արթնացա, որպեսզի կազմակերպեմ եւ վառենք խարույկը։ Այս ժամերին այստեղ ցուրտ է, չնայած ցուրտ է քեզ համար, ոչ թե մեզ համար։ Մամարո, ասա ինձ խնդրում եմ, այստեղ դպրոց հասկացողություն կա, իսկ երեխաները հաճախում են, ուսում ստանում են, թե ոչ։ Ոչ, մոտակա դպրոցը այստեղից 1000 կիլոմետր հեռավորության վրա է։ Այստեղ երեխաները դպրոց չեն գնում, կարդալ եւ գրել չգիտեն։ Նրանք վաղ հասակից սկսում են օգնել ծնողներին, այսինքն խնամել երեխաներին, քանի դեռ ծնողները զբաղված են, հետևել կենդանիներին, այգին մշակել։ Դա է այստեղի երեխաների մանկությունը, ավելին չկա, իսկ դպրոց բառի նույնիսկ իմաստը նրանք չեն հասկանում։ Այո, մի զարմացեք։ Եթովպիայի 80 վայրի ցեղերից որևէ մեկի երեխաները դպրոց չեն գնում։ Եվ դա այստեղ սովորական երևույթ է։ Ոչ ոք դրա պատճառով չի տխրում եւ չի էլ փորձում իր երեխային ուսում տալ, քանի որ նրանցից շատերը նույնիսկ չգիտեն դրա մասին։ Ես լվացվեմ եւ վերադառնամ, կարծում եմ միասին համեղ սուրճ կխմենք։ Գործողությունները մեծ ուշադրության են արժանանում։ Բոլորը ուզում են ի վերջո հասկանալ, թե ինչ եմ ես անում։ Երեխաները շոկի մեջ են։ Ուշադիր հետևեք բոլորի հայացքներին։ Երևի հիմա մտածում են, այս տղան գժվել է։ Ինձ թվում է, եթե ես 1 ամիս մնամ այստեղ, ապա այս մարդկանց կյանքում շատ բան կկարողանամ փոխել։ Դե ինչ մամարու եկավ ժամանակը լվացվելու, իսկ ուզում եմ նշել, որ ես օգտագործում եմ նոր բացարձակապես նոր հայկական արտադրանք օճառ ձեռքի, որն անվանվում է Ձիոլա, այն իսկապես ունի անուշ բույր, ես վստահ եմ քեզ այն եւս շատ դուր կգա, օրվա ընթացքում օգտագործում եմ միմիայն Ձիոլա ձեռքի օճառը։ Սա քեզ, սա ինձ։ Դե ինչ, գնանք սուրճ վայելելու, որպեսզի առավոտը իսկապես արդեն մեզ համար սկսվի։ Գնացինք վայելելու սուրճը։ Դե ինչ, առավոտը այստեղ բանա ժողովրդի մոտ սկսվում է հենց այսպես։ Ես ուզում եմ դուք ուշադրություն դարձնեք, ահա այն ամենը, ինչ մնացել է երեկվա մեր ընթրիքից, այս միսը, որը կարծում եմ իրենք կուտեն արդեն այսօր, իսկ վաղ առավոտից բնականաբար
սուրճ, սակայն ես խնդրեցի, որպեսզի ոչ թե վայելենք իրենց սուրճը, որտեղ անհնարին է դա իսկապես խմել, այլ որպեսզի մենք վայելենք հայկական լավագույն սուրճերը, որոնք անվանվում են Rio Grande։ Rio Grande, ես ուրախ եմ, որ այս սուրճերը այսօր այստեղ են, այնպես որ հենց հիմա րոպեներ հետո մենք միասին կվայելենք այս սուրճը, որը վստահ եմ ձեզ շատ դուր կգա եւ այս սուրճը վայելելուց հետո չեմ էլ պատկերացնում ինչպես եք նորից խմելու այն սուրճը, որը դուք խմում եք մինչ այս պահը։ Rio Grande։ Դե ինչ ուրախ եմ, որ սուրճը ձեզ դուր եկավ, ուզում եմ նշել, որ այս սուրճը ինձ հետ է յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր երկրում, յուրաքանչյուր քաղաքում առանց Rio Grande իսկապես օրս պատկերացնել չեմ կարող։ Եվ ուզում եմ ձեզ նվիրել մի ողջ փաթեթ Rio Grande սուրճերի եւ մոտակա օրերի ընթացքում կարող եք վայելել այս սուրճը, քանի ունեք այդ հնարավորությունը։ Սիրով էլ երևի թե նվիրեմ այս ընտանիքի կանանց, որտեղ ի վերջո սուրճը հենց իրենք են պատրաստում։ Սա ուզում եմ նվիրել ձեզ, համեցեք եւ վայելեք Rio Grande-ն մոտակա օրերի ընթացքում ձեր ընտանիքի հետ միասին։ Իդեպ գյուղում երկար մնալու ուղակի ժամանակ չունեմ, քանի որ զանգահարեցին եւ ասացին, որ մոտակա գյուղերից մեկում այսօր պլանավորվում է անցկացնել կովերի եւ ցուլերի վրա տղայի թռչկոտելու ծիսակատարությունը։ Դա հենց այն է, ինչ երազում էի տեսնել ես։ Այնպես որ մի քանի ժամ էլ կանցկացնեմ արդեն հարազատ դարձած ինձ այս մարդկանց հետ եւ կգնամ մոտակա գյուղ։ Fly Dubai ավիաընկերություն, կանոնավոր չվերթեր օրը 2 անգամ ավելի քան 100 ուղղություններով հարմարավետ եւ բացարձակ նոր ինքնաթիռներով։ Fly Dubai-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Fly Express տուրիստական գործակալություն։ Մենք առաջարկում ենք տուրիստական ծառայությունների ամբողջական փաթեթ դեպի աշխարհի յուրաքանչյուր երկիր։ Կազմակերպեք ձեր ճանապարհորդությունը մեզ հետ միասին։ Fly Express բարև ձեզ։ Հասցե Զաքյան 8 հեռախոս 011 33 11 11